Աշել Գորկու այս հայտնի նկարն է։ Տեսեք։ Բերեցին վերջապես հետ մեր Վաշինգտոն DC թանգարանը Նյու Յորքի տարել ցուցադրության։ Հիմա բերեցին ու մենք եկանք նայելու։ Իմ ամենասիրած նկարներից մեկն է։ Աշել Գորկու։ Մենք այսօր մի տեղ ենք ուզում գնանք։ Իրականության մեջ դրա համար ենք հատուկ եկել։ Պետք է հասցնենք այդտեղ գնալ։ Պատկերասրահ ենք գնալու, որտեղ ուզում եմ ես այս անգամ նայել Աշել Գորկու նկարները։ Աշել Գորկու նկարներից այստեղ մի քանի հատ կա, բայց միշտ չէ որ բոլորը ցուցադրում են։ Մեկը ես մի անգամ տեսա, նկարվեցինք մոտը։ Հիմա այս անգամ 3 հատ նկար կա Աշել Գորկուց։ Անցյալ անգամ Նյու Յորքում էին տարել ցուցադրության այդ մի նկարը։ Այդպես մի թանգարանը վերջանում է, մյուսն է սկսվում, մեկը վերջանում է, մյուսն է սկսվում։ Մենք նոր սրա մոտով անցանք, հիմա պետք է գնանք այստեղ։ Մուտքը գտանք, այդքան եկել ենք, էլի այնքան շատ են այս թանգարանները, որ պահի տակ խառնում ենք։ Ամերիկահայ նկարիչ Ոստանի Կադոյանը, նույն ինքը Աշել Գորկին ծնվել է 1904 թվականին ապրիլի 15-ին, մահացել 1948 թվականի հուլիսի 21-ին, ընդամենը 44 տարեկան հասակում։ Սակայն վաղաժամ վախճանը չի խանգարել նկարչին միջազգային ցուցասրահներ գրավել ու դառնալ ոչ միայն հայ գեղանկարչության յուրահատուկներից մեկը, այլև իր ուրույն տեղը ունենալ համաշխարհային գեղանկարչական շրջանակներում։ Նկարչի ինքնատիպ նկարները այսօր կարող են գտնել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող թանգարաններում ու պատկերասրահներում։ Սակայն նրա ամենահայտնի կտավը շարունակում է մնալ 1928-32 թվականներին ստեղծված նկարիչն ու իր մայրը նկարը, որը մենք այսօր կտեսնենք այս թանգարանում։ Աշել Գորկին, ամերիկահայ նկարիչ, համարվում է ամերիկյան առաջատար աբստրակտ նկարիչներից մեկը։ Այս Աշել Գորկու նկարը Վաշինգտոն DC պատկերասրահներից մեկում։ Սա մենք գտել էինք Աշել Գորկու նկարների մեկի մոտ ենք։ Վաշինգտոն DC Art Gallery-ում դա։ Հիմա փորձենք գտնել մյուս նկարները։ Տեսեք վերջապես գտանք, հեռվից, դե որ գիտեի ինչ նկար է իման գալիս, մի անգամ տեսա։ Այս էլ առաջի հարկում ուրեմն այստեղ Աշել Գորկու, այս մի նկարն է, տեսնում եք, երկրորդ հարկում այստեղ Աշել Գորկու, այս մյուս նկարն է։ Նյու Յորք էին տարել ժամանակին ու ես ուզում էի նայել, չէի կարողանում, Modern Art, Աշել Գորկի նկարներից։ Գորկու ամենահայտնի նկարներից մեկը նկարիչը և նրա մայրը ստեղծագործությունն է։ Հիշատակված 1926 թվականին։ Ստեղծագործությունը ունի 2 տարբերակ, որն էլ ավելի է մեծացնում նրա հանդեպ հետաքրքրությունը։ Դեռևս 1926 թվականին Գորկին իր քրոջից Ագապիից վերցնում է 1912 թվականին Վանում արված իր և մոր լուսանկարը, որը և որպես աղբյուր է ծառայում իր մտահղացումը իրականացնելու համար։ Նկարիչը և նրա մայրը կտավը ունի 2 տարբերակ։ Մեկը գտնվում է Նյու Յորքի Ուիթնի թանգարանում, իսկ մյուսը գտնվում է Վաշինգտոնի թանգարաններից մեկում։ Ըստ էության 2 նկարները նման են, փոքր տարբերություններ ունեն մեկը մյուսից։ Առաջին հայացքից երկրորդը մեկից տարբերվում է միայն մոր ավելի երիտասարդ դեմքով և փոքրիկ ոստանիկի քիչ բացված ոտքերով։ Եվ ահա երկրորդ տարբերակում, որ գտնվում է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում, մոր դեմքը ավելի ծերացած է, իսկ ոստանիկի ոտքերը ուղղված են։ Ամենահետաքրքիրը մոր ձեռքերի նկարելու պահն է։ Նա ամեն կերպ խուսափում է նկարել մոր ձեռքերը բաց, նա չի կարողացել մոր ձեռքերը բաց պատկերել, քանի որ նրանց մեջ է խտացված ապրած օրերի ողջ ցավն ու տանջանքները։ Որպեսզի ծածկի տանջանքները, Գորկին օգնության է դիմում աբստրակտ ձևերին։ Երկու նկարների հետևի մասում պատուհաններ են։
սեփական կյանքի եւ արտաքին իրականության հարաբերակցությունը խորհրդանշող պատոհաններ։ Այս էլ Վաշիլ Գորկու երկրորդ նկարն էր, իր հետ նկարն է, որ տարել էին Նյու Յորքում ցուցադրության, այս եկա չտեսա այդ նկարը, հիմա նորից վերադարձրեցին մեր Վաշինգտոնի թանգարանը, ամենահայտնի ու ամենասիրված նկարներից մեկն է սա։ Երրորդը գտանք Արշիլ Գորկուց այս նկարը, որ շատ ուզում էին։ Արշիլ Գորկու հաջորդ նկարը գտանք։ Հենա գրված է Արշիլ Գորկի նկարի անունը, թվականը։ Մենք Արշիլ Գորկու երրորդ նկարը գտանք, որ գտնվում է Washington DC թանգարաններից մեկում։ National Gallery of Art։ Այս նկարները միշտ չէ, որ ցուցադրում են։ Երբեմն փոխում են, երբեմն տանում են ուրիշ տեղեր ցուցադրության։ Այսօր 3 նկարներն էլ կային, ու մենք եկանք այս նկարները նայելու, որ հատկացված է։ Այս բոլոր նկարները գտնվում էին Վաշինգտոն մայրաքաղաքի Washington DC-ի ազգային պատկերասրահում։ Նկարները բոլոր 3-ն էլ նույն հարկում էին տեղադրված, եւ ասեմ, որ միշտ չէ, որ այս բոլոր նկարները միաժամանակ ցուցադրում են։ Այսօր են բացառիկ օրերից մեկն էր, որ 3 նկարներն էլ ցուցադրվում էին պատկերասրահում, եւ մենք բախտ ունեցանք տեսնելու նրանք։